Հսկողական 216 ներկայացնել առաջարկություն Դալմայի այգիների մոտ 200 հեկտար տարածքում նոր կանաչապատ այգի ստեղծելու վերաբերյալ։ Պարոն Ավինյան, ինչպես նախկինում նշել էի, աշխատանքներ իրականացվեցին, այս գոտիավորումն է, որը որ սա հայեցակարգային մոդել է այս պահին, գոտիավորումն է, արագ թերթի էլի, Մերի ջան։ Քանի որ տարածքը ահռելի մեծ է, իրական հայեցակարգային մոտեցումը հետևյալն է ստանալ, ասենք Նյու Յորքի կենտրոնական զբոսայգուն շատ մոտ, անտառա այգի նմանեցնող տարածք, որը ունենալու է տարբեր գոտիներ, սկսած ռեկրեացիայի գոտից, բուֆերային գոտիներ, ինչպես ձայնամեկուսից, այնպես էլ քամու մեկուսացնող, ունենալու է տարբեր սպորտին նվիրված հրապարակներ։ Մերի ջան, մյուս սլայդերը կարելի է։ Ունենալու է ջրավազանային գոտի, ջրային մակերես։ Այս փուլում մշակվել են այս մոտեցումները և հաջորդիվ քննարկելու ենք, թե փուլերից յուրաքանչյուրի համար կանաչ ինչպիսի ֆոնդեր կարող ենք ներգրավել։ Նորից հիշեցնեմ, որ խոսքը գնում է մոտ 200 հեկտար, մի քիչ ավել նույնիսկ տարածքի մասին, որը այս պահին գրեթե ամայի է։ Շնորհակալ եմ, սա մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է կրկին, մեր խոստացած Դալմայի այգիների մոտ 200 հեկտար տարածքում նոր կանաչապատ այգի հիմնելու վերաբերյալ և իրականում յուրաքանչյուր գործում, նամանավանդ շատ մեծ գործերում, շատ մեծ պրոյեկտներում պլանավորումը ամենակարևոր հատվածն է և կոնցեպտի վրա ժամանակ ծախսելը կարծում եմ շատ կարևոր է, պետք է այդ ժամանակը բավարար չափով ծախսել, ունենալ գրագետ կառուցված կոնցեպտ, որից հետո ունենալ նախագիծ, այդ նախագծից հետո արդեն անցնել իրականացման փուլին և Երևան քաղաքը կունենա մի հսկայական անտառ այգի նախադեպը չունեցող, չունենք նմանատիպ այգի Երևան քաղաքում և կարծում եմ կդառնա երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը։ Իսկ հետագա փուլերի հետ կապված ինչ կարող եք ասել, Տիկին Այգազյան։ Հետագա փուլերը այսպիսինն են, միջազգային մեր գործընկերների հետ քննարկել, թե գոտիներից յուրաքանչյուրի համար իրենցից որի ինչ հետաքրքրություն ունի, ինչ աջակցություն կկարողանա ցուցաբերել տեխնիկական թե ֆինանսական, դրանից հետո ստանալ փուլային տարբերակը ըստ ժամկետների, թե որ գոտիները ինչ ժամկետներում են իրականացվելու և դրանցից յուրաքանչյուրի համար առաջ ընթանալ նախագծերով։ Շատ լավ, ես առաջարկում եմ ոչ իհարկե շատ մոտ ապագայում, հիմա մի փոքր դժվար կլինի, բայց մի քանի շաբաթ հետո անպայմանորեն քննարկել այգիների այս այգու կոնկրետ կոնցեպտը մանրամասնորեն և որոշել հետագա քայլերը։ Հաջորդը։